Տղա ջան, ախր սենց չի լինի։ Հարսանիքի պարտքերը ես իմ թոշակով ոնց պիտի տամ։ Հերիք հատունը նստես, մեղրամիսդ պրծավ, գնա աշխատի պարտքերը մարի։ Լույսի գումարը մինչև վաղը չվճարեք, անջատելու եմ։ Ինչքան է հավաքվել մեր լույսի պարտքը։ 32,000 դրամ։ Ալո, Բարև Արսեն, կարող ես ինձ պարտքով 32,000 դրամ տաս։ Տիգրան, կարող ես կլորացնել 40,000 դրամ կամ 50,000, 32,000-ը որն է։ Լավ, 50,000 դրամ։ Չէ, Տիգրան ջան, ձեռս մի դրամ գումար չկա։ Ես հիմա կգնամ մամայիցս կվերցնեմ։ Շեֆ ջան, կանչելեիք։ Արտուր, մեր նոր շենքում 2 հատ բնակարան չհանեք վաճառքի։ Թողեք մեկը Տիգրանին, մյուսը Արսենին։ Լավ, շեֆ ջան, մի հարկի տակ կտամ, թող հարևաններ դառնան։ Ոնց որ Տիգրանի մեղրամիսը շատ երկարեց, մեղրատարի եղավ։ Զանգիր թող դուրս գա աշխատանքի։ Վաղը մենք գնում ենք Երևան Անուշի հետ։ Անուշին ինչի է ստանում, թող մնա։ Եթե կուզեք, մեր հետ եկեք։ Հա, Մեխակ ջան։ Ախպեր երբ ես գալու Ռուսաստան։ Արի տես ախպերդ ինչ դիվիժենիների մեջ է։ Այ մեծահարուստ Մեխակ աղբեր։ Ես Հայաստան 5 անգամ ավել աշխատավարձ եմ ստանում։ Հիմա ով է գնում Ռուսաստան խոպան։ Դրա համար է սատկաձեշման գալիս, որ նալերը քանդես։ Դե շուտ արեք ուշա, երկար ճանապարհ պիտի գնանք։ Իմ զոկանչի պես լավ կնիկ չկա, ուր էլ որ գնամ նա հետս կգա, աղջկա ինձ տվեցիր դու հետը եկար, տանջվում եմ հասացեք ոնց ապրեմ, իմ զոկանչի պես լավ կնիկ չկա, ուր էլ որ գնամ նա հետս կգա, աղջկա Ազատեք բնակարանը, Ինչի։ որովհետև վճարը չեք մուծել, Բայց ես փոխանցել էի գումարը, Արսենը չի տվել։ կամ հենց հիմա վճարեք, կամ ազատեք բնակարանը։ Ալո, Արսեն, բնակարանի վճարը չես փոխանցել,